Պարոն Սուրենյան, երկու հարցի մասին եմ ուզում ձեր կարծիքը հայտնել։ Նախորդին, Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը, նախքան այդ էլ հայտարարվեց, որ ինքը Ալիևը արժանանալու են Զայեդ մրցանակին։ Ըստ ձեզ, ինչով է այդ ամեն ինչը պայմանավորված, արդյոք այդքան բարձր է գնահատվում Փաշինյանի դերը, նրա քաղաքական գործունեությունը, որ արժանացնում է նման մրցանակի եւ նման խորհրդի կազմում են իրեն։ Դրանք տարբեր բաներ են։ Զայդի մրցանակը կոնկրետ իմ համար ամեն ինչ պարզ դարձավ, երբ որ ես տեսա, որ ով են ընդգրկված այսպես կոչված ժյուրիում կամ մրցանակը հանձնող հանձնաժողովում, իսկ այնտեղ առանցքային դերակատարություն ուներ Շարլ Միշելը, Եվրամիության նախկին նախագահ, որը ըստ էության Նիկոլ Փաշինյանի հետ պատերազմյան քաղաքականության ճարտարապետներից մեկն է։ Ինչու մեր այդ քաղաքականությունը Միշելը այն գործիչն է, որը արագ փորձում էր Ղարաբաղի խնդիրը փակել, որտեվ նա սպասարկում էր կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնի շահեր, իսկ այդ կենտրոնի շահերից բխում էր Լեռնային Ղարաբաղի խնդրի չեզոքացումը արագ Ռուսաստանի ազդեցություն տարածաշրջանում թույլատնելու նպատակով։ Այդպես էլ վերջո եղավ, անդադ Փաշինյանին հակում էին իջեցնել նշաձողը հայ-ադրբեջանական հարաբերություններում, համարեք, որ իր նախաձեռնած process-ը լեգիտիմացնելու համար է Միշելը արել, այդ շրջանակում էլ բոնուս են տվել Փաշինյանին։ Զայդի հետ կապված կարծում եմ սրանից ավելի մեկնաբանություններ չարժի տալ։ Ինչ վերաբերում է Խաղաղության խորհրդին, գիտեք, այդ մարմինը, որ Թրամփը նախաձեռնել է, այդ մարմնի ստեղծումը բխում էր Գազայի հատվածում հակամարտությունը ավարտելու եւ վերականգնման կամ հետ պատերազմյան կառավարում իրականացնելու Թրամփի պլանից, ի սկզբանե Խաղաղության խորհուրդը պետք է զբաղվեր միայն Գազայի խնդրով, բայց հետո մենք տեսանք, որ շատ արագ տրանսֆորմացիա տեղի ունեցավ Թրամփի խոսույթում եւ պարզվեց, որ այդ մարմինը գուցե հետո զբաղվի նաեւ այլ հակամարտություններով։ Այդտեղ հրավեր ստանալն էլ շատ մեծ արտառոցության կամ դիվանագիտական ջանքեր չի պահանջում, շուրջ 6 տասնյակ պետության էր ուղարկել հրավերը, ընդ որում այդ պետությունների մեջ կային թե ազդեցիկ երկրներ, որոնք չեն էլ շտապել դերևս միանալ այդ խորհրդին, պարզ ասենք, եւ կան պակաս ազդեցություն ունեցող երկրներ, այնպիսիք, որոնց այդ խաղաղության գործընթացի շրջանակներում անցած տարվա ընթացքում Թրամփը շփվել է։ Այդ կոնտեքստում էր հատկապես Նիկոլ Փաշինյանի հրավիրումը, իսկ այստեղ շատ մեծ բան դիվանագիտական եսիմիջ արտառոցության մասին չարժե խոսել։ Իհարկե ես մասնակցելու մեջ խնդիր չեմ տեսնում մեծ, ամեն դեպքում հրավեր է եղել, ինչ-որ ձևով պետք է արձագանքվել, բայց մենք դերևս չգիտենք այդ խորհուրդը ընդհանրապես որպես ինստիտուտ կկայանա թե ոչ, ինչպիսի հեռանկար կունենա։ Ինքը լոկալ այն խնդիրը ինչի համար ստեղծվել է, կարող է լուծել թե չէ, կարող է արդյոք ՄԱԿ-ին լրացնող ֆունկցիա կամ փոխարինող ֆունկցիա կատարել թե ոչ։ Այսինքն այդ խորհրդի մասին առայժմ շատ մեծ բաներ չենք կարող ասել, մանավանդ Արևմտյան Եվրոպայի որևէ երկիր չի միացել դրան, որոնք նաև Միացյալ Նահանգների դաշնակիցներն են, ում համար է խորհուրդը ստեղծել է որպես հարթակ, որպեսզի նրանց այդ նոր աշխարհակարգ ձևավորի Ռուսաստան, Չինաստան առայժմ չեն շտապում միանալ, հետ սովետական տարածքից Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, այս 4 երկրներն են միացել, սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Եվ արդեն քաղբանտարկյալների թեմային անդրադառնանք, Հայաստանում փաստորեն կա 5 տասնյակից ավելի քաղբանտարկյալներ, նրանցից մեկը Նարեկ Սամսոնյանը դիմել է ամենածայրահեղ քայլին, հացադուլով իր բողոքն է արտահայտում անարդարությունների դեմ։ Իշխանությունները ինչ նպատակ են հետապնդում, այսքան քաղբանտարկյալներ պահելով, չնայած այդքան բարձրաձայնվում է եւ նշվում է, որ ինչքան մոտենան ընտրությունները, այդքան շատանալու են նրանց։ Ուղիղ ընտրական գործընթացի հետ է կապված, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը անցած տարվա ապրիլ-մայիսի ամիսներից հասկացավ, որ եթե տոտալ ռեպրեսիաների չգնա, չստեղծի խիստ ավտորիտար մի համակարգ, 26-ին իր վերարտադրության խնդիրը լուծել չի կարող։ Հենց այդ շրջանակում տեղի ունեցան այս ռեպրեսիաները, ձերբակալությունները, նաև սասկացավ եկեղեցու դեմ պայքարը եւ այլն։ Հիմա հասարակությանը ահաբեկելը, հասարակության ապաթիայի մեջ
ապատիկ ախտով վարակելն է իմաստը այս քաղաքականավորների, բնականաբար բոլոր քաղաքականավորների շարքում այս պայն առաջնագծում Նարեկ Սամսոնյանն է, որտեղ շատ համարձակ քայլի է դիմել, իրեն վտանգող քայլի ընդ որում առողջական խնդիրի տեսակետից, մանավանդ որ այդպեսին արդեն ունի ինքը, հետո պարզվեց դա, մենք բոլոր մեթոդներով պիտի հասնենք քաղաքականավորների ազատ արձակմանը, որտեղ թե Նարեկը, թե մնացած են մի քանի տասնյակ մարդիկ, որոնց անունները առանց դժվարությամբ կարող ենք տալ, հանիրավի են ճաղերի հետևում։ Այսինքն մենք հիմա իհարկե առաջին հերթին հումանիտար խնդիրներ պիտի լուծենք Նարեկի բուժօգնությունը, վիրահատությունը, պատշաճ հետ հացադուլային վերականգնում իրականացնելն ու վիրահատությունը, բայց գլոբալ իմաստով գլխավոր խնդիրը պիտի լինի քաղաքականավորների րոպե առաջ ազատ արձակումը։ Դուք նշեցիք բոլոր մեթոդներով, ինչ է ներառում այդ մեթոդները։ Գիտեք, քանի կա երկրում քաղաքբանտարկյալ մրցակցային ընտրությունների գաղափարը վտանգված է։ Հետևաբար, եթե ընդդիմադիր ուժերը, այդ թվում մենք, որպես ընդդիմադիր ուժ, նաև այս հավաքը կազմակերպելու նպատակներից մեկն էլ է դա։ Քաղաքականավորների խնդիրը միայն հումանիտար խնդիր չի, ինքը նաև քաղաքական խնդիր է, հատկապես եթե մոտենք ընտրական կամպանիային։ Եթե երկրում կան քաղաքականավորներ, մրցակցային ընտրությունները մասին կարող եք մոռանալ։ Հետևաբար, բոլոր ընդդիմադիր ուժերը մնացած հարցերում շատ բնական է, որ ունեն տարաձայնություններ, շատ բնական է, որ մի քանի բևեռով ենք մասնակցելու ընտրություններին, բայց բոլորից այս հարցը պիտի միավորի։ Հիմա ճնշումներն, հանրահավաքներն, պիկետներն, չգիտեմ, եթե պատրաստի լուծումներ ունենանք, այս քննարկումները չենք անի, բայց պիտի հասնել օր առաջ բոլոր քաղաքականավորների ազատ արձակմանը, հենց մեր քաղաքական օրակարգի տեսակետից, որպեսզի երաշխավորված լինի ընտրությունների բնականոնությունը։